Վերադարձանք տաղավար, շատ պայծառ տրամադրությամբ, որովհետև քիչ հետո խոսելու ենք և նաև տեսնելու ենք մի պայծառ աղջնակի ում աշխատանքների և այլ մանրամասների մասին մանրամասն խոսելու ենք իր հետ։ Եվ պատմելու է հենց նա, մեր տաղավարում է Մարիա Արամին, նկարչուհի, 8 տարեկան։ Այո, մի արևի շող է մեր տաղավարում, բարի լույս Մարիա։ Բարի լույս Մարիա։ Լավ ես։ Հա։ Ուրախ ես, որ առավոտը սկսում ես մեզ հետ։ Հա։ Իսկ մեր տաղավարի գույները քեզ դուր գալիս են։ Հա։ Շատ լավ է։ Շատ գեղեցիկ հագուստով ես, մենք նկատեցինք, որ այսպես յուրօրինակ, օրիգինալ կերպով ես ներկայացել, վստահ ենք դա էլ ես դու նկարել։ Հա։ Դու ես նկարել։ Երբ այնց ես սկսել նկարել, Մարիա։ 1 տարեկան 8 ամսականից։ Իսկ հիշում ես։ Հիշում ես։ Հա։ Ինչ ես առաջին նկարել։ Առաջինը նկարում էի պատերին, հատակին, լուսամուտներին, դռներին, ամենաառաջինը դռներին կավիճով նկարում էի մարդկանց, հետո պատերին էի նկարում մարդկանց, հետո լուսամուտներին, հետո հատակին։ Միշտ մարդկանց ես նկարել, Մարիա։ Իմ սիրած մուլտֆիլմի հերոսներին հետ մեկ-մեկ։ Հիմա արդեն 8 տարեկան ես, 1 տարեկան 8 ամսականից նկարում ես։ Հիմա ամենաշատ ինչն ես սիրում նկարել, որ նկարում ես առաջինը ինչն է քեզ համար ոգեշնչման աղբյուր լինում։ Ծաղիկները։ Ծաղիկները։ Ծաղիկները, ահա մենք տեսնում ենք նաև քո տաբատի վրա գեղեցիկ ծաղիկներ նկարված եւ գլխարկին։ Ես ուզում եմ հեռուստադիտողներին մի փոքր պատմենք քո մասին, նշելով, որ սիրելի հեռուստադիտողներ, Մարիան 4 անգամ գրանցվել է դյութազնագրքում, ունի մոտ 4000 ճեպանկար եւ 800-ից ավելի գունանկար, ունեցել է նաեւ 10 անհատական ցուցահանդես։ Պատկերացնում եք 10 ցուցահանդես։ Մի քանի տասնյակ տարիների ընթացքում նույնիսկ այսքան բան չեն հասցնում անել։ Դու ինչպես ես կարողացել հասցնել, Մարիա։ Սա դու ես նկարել, մայրիկն է և դու։ Հա, տետրերի վրա դա կա։ Ահա։ Կպատմես քո անհատական ցուցահանդեսի մասին։ Ինչպես է անցնում քո ցուցահանդեսը, երբ միայն քո աշխատանքներն են, հյուրերը գալիս են, տեսնում են, ինչ արձագանք են տալիս։ Ժպտում են։ Հա։ Քո գույները ուրախացնում են մարդկանց։ Հա, բայց մեկ-մեկը լինում է, որ չեն ժպտում։ Մեկ-մեկ լինում է, որ չեն ժպտում։ Երևի զարմացած են, որովհետև չեն պատկերացնում, ինչպես կարող է 8 տարեկան աղջնակը այդքան գեղեցիկ եւ այդքան արտահայտիչ, մենք էլ ենք հիմա շատ զարմանում, գիտես իրականում, եւ խոսում ենք քեզ հետ եւ տեսնում ենք քո գույները եւ քո նկարները, իսկ որ գույնն ես ամենաշատը սիրում։ Դեղինը։ Որովհետև արևի գույնն է։ Դե որովհետև ինչ էլ խառնես իրան անգամ սևել ինքը չի կոտրվի։ Գիտեիր։ Նոր իմացա։ Գաղտնիքներով լիոր է այսօր, նոր բացահայտումներ ենք անում։ Մարիա, քո աշխատանքներից ամենասիրելին քեզ համար ո՞րն է։ Չկա։ Ամեն հաջորդը սիրելին է դառնում։ Բոլորն էլ սիրելի են։ Բոլորն են սիրելի։ Իսկ ինչ գիրք է քո ձեռքին։ Իմ նկարազարդած գիրքը։ Հեքիաթների գիրք է, սիրելի հեռուստադիտողներ, Արնա Ռոստոմյան, Շողշողուն արևիկը հեքիաթը, որտեղ որ նկարազարդումը Մարիայինն է։ Ահա, ինչպիսի լուրջ նկարչու կարիերա է արդեն Մարիան վարում, նա արդեն նկարազարդման հեղինակն է հեքիաթների։ Իսկ ինչպես ես նկարում հեքիաթների համար, երբ արդեն կա հեքիաթը, կան կերպարները եւ ոչ թե քո երևակայության արդյունքը պետք է լինեն, այլ ըստ հեքիաթի պետք է ստեղծվեն։ Դե հեքիաթում մի քանի բան կա, որ հերոսին նկարագրում է, բայց մնացածը ես կարամ նկարեմ, չէ։ Դու ստեղծում ես այսինքն։ Իսկ դու սիրում ես հեքիաթներ կարդալ, թե սիրում ես, երբ քեզ համար կարդում են հեքիաթները։ Երկուսն էլ։ Ամենաշատը։ Ոչ մեկն էլ։ Շատ լավ։ Արի մրցույթներից խոսենք, դու 40-ից ավելի մրցույթներում ես մասնակցել եւ մեծ մասում հաղթող ես եղել։ Այդ մրցույթներին, երբ որ դու մասնակցում ես, քեզ համար ամենակարևորը հաղթանակն է, ուզում ես, որ քոնը ամենալավը ճանաչվի, թե ուղղակի քո համար կարևորը նկարելը եւ մասնակցելը եւ որ քո մասին իմանան։ Ինձ համար ուղղակի կարևոր է, որ մասնակցեմ ու նկարեմ ուրիշ ոչ։ Բայց հաճելի է, երբ հետո պարզվում է, որ քո նկարն է ընտրվել որպես հաղթող նկար։ Մարիա, իսկ դյութազնագրքում ինչ ռեկորդ ես սահմանել, որ քեզ գրանցել են։ Ճեպանկարների ու գունանկարների։
որովհետև դու ունես ամենաշատը 8 տարեկան աղջնակի համար։ Դե առաջին ռեկորդս 6 տարեկանում ունեի 1000 ճեպանկար եւ 620 գունանկար։ Հետո ավելացան տարեց-տարի։ Եվ 4 անգամ գյուտազնագրքում ինքդ քո ռեկորդը նորից ես սահմանել եւ գերազանցել ես քո սահմանած նախորդ ռեկորդը։ Ցուցահանդեսների թվով ու պատկերասրահի։ Մանե, իսկ դու արդեն որոշել ես ինչ ես դառնալու, որ մեծանաս։ Պետք է օրինակ վերցնել Մարիայից, որովհետև նա շատ հստակ գիտի, թե ինչ ճանապարհով է ընթանալու, որովհետև սիրելի հեռուստադիտողներ, Եղեգնաձորում գործում է Մարիայի պատկերասրահը, որտեղ միայն քո աշխատանքներն են, չէ՞, ցուցադրվում այնտեղ։ Իսկ դու հաճախ ես այնտեղ լինում։ Մեկ հասցնում ես։ Իսկ շփվում ես մարդկանց հետ, որոնք այցելում են տեսնելու քո նկարները։ Այո։ Իսկ ինչ հարցեր են քեզ տալիս, ամենաշատը ինչն է հուզում մարդկանց։ Չեն հարցնում, հաստատ դու ես նկարել, Մարիա։ Չեն հարցնում, վստահ եմ, որ դու ես։ Օրվա մեջ ամենաշատ ինչին ես հատկացնում քո ժամանակը։ Ենթադրում ենք, որ նկարչությանը, բայց բացի դրանից։ Գիրք կարդալուն։ Ինչ գրքեր ես կարդում։ Վերցրել եմ աստղերի մասին, երկնքում շատ աստղեր կան։ Հետո որ կարդում եմ, հետևներն էլ եմ կարդում եմ ու նշում եմ։ Ինչ ես նշում։ Թե ինչի մասին այնտեղ մի հատ գիրք արել մաման մեջը հարցերը գրացել։ Պետք է նաև լրացնել այդտեղ։ Իսկ որ կարդում ես, օրինակ հիմա կարդում ես աստղերի մասին, գիշերվա, լուսնի, նաև նկարում ես, նաև որ պետք է նկարես։ Չէ, ինչու։ Որովհետև աստղերի մասին չի։ Բա ինչի մասին է։ Մարդկանց մասին, թե ինչքան կարևոր է ժամանակ անցկացնել սիրելի մարդու։ Ահա։ Իսկ դու հիմա ավելի շատ ժամանակ անցկացնում ես սիրելի մարդկանց հետ, թե քո նկարչական պարագաների հետ։ Երկուսն էլ։ Լավ, իսկապես արի այս հարցը տանք։ Մենք իհարկե հասկանում ենք, որ այս ցուցիչներով, որոնք որ դու ունես, եւ ցուցահանդեսները, եւ ռեկորդները, եւ նկարների քանակը տրամաբանական է, որ դու դառնալու ես, արդեն իսկ դառել ես եւ շարունակելու ես լինել նկարչուհի, բայց կա այլ մի երազանք, որը ուզում ես իրականացնել։ Ինչի մասին ես երազում, Մարիա։ Կարող ես ասել, թե մտածում ես, որ ասես, երազանք չի։ Գնամ Լուվր, Էրմիտաժ, շատ թանգարաններ, մեկ էլ ունենամ համակարգիչ։ Գիտես, երկուսն էլ շատ հեշտ կազմակերպվող երազանքներ են իրականում, ես վստահ եմ, որ դու դրանք շատ արագ ես իրականացնելու եւ սահմանելու ես նոր երազանքներ։ Բայց առաջարկում եմ հիմա, քանի որ մեզ շատ մարդիկ են հետևում, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, մեր եթերում խոստանես, որ ինչ էլ լինի, միևնույն է, չես թողնելու քո նկարչությունը եւ հրաժեշտ չես տա քո գույներին։ Նույնիսկ եթե ունենաս ամենալավ համակարգիչը նոր ծրագրերով հագեցած, միևնույն է համակարգչով ինչքան էլ աշխատես որպես նկարչուհի, համակարգչով մենակ դպրոցի համար, մեկը ես նկարելու եմ։ Ահա, միևնույնը շարունակելու ես նկարել։ Իսկ հիմա ինչ նկարների վրա ես աշխատում, Մարիա, ինչ ես ուզում նկարել։ Կամ կան կիսատ աշխատանքներ, որոնք պետք է եթերից հետո գնաս տուն ու արագ շարունակես վերջին ավարտին հասցնել։ Մի հատ դեմք եմ նկարել, որ քիթը մնացել է։ Քիթը դեռ չես ավարտել։ Քիթը մատիտով արել եմ, պիտի լցնեմ։ Արի նաև մեր հեռուստադիտողներին ասենք, որ մայիսի 22-ին քո մի շարք աշխատանքներ կցուցադրվեն նկարիչների միությունում, այսինքն 1 ամսից դու ունես դարձյալ ցուցահանդես։ Որ նկարներ ես առանձնացրել այդ ցուցահանդեսի համար։ Այն նկարները, որոնք նկարել եմ Շարլ Անձնավորի երաժշտությունը լսելով, այդ ցուցահանդեսը նվիրված է Շարլ Անձնավորի 101-ամյակին։ Իսկ այնտեղ պատկերված է Շարլ Անձնավորը եւ այլ մարդիկ, թե այն ոգեշնչվել է երաժշտությունից։ Որ լսել եմ երաժշտությունը, այդ նկարել եմ, այդ նկարներն են։ Ահա, այսինքն այդտեղ կարող է լինել եւ մարդիկ, եւ ծաղիկները, եւ արևը։ Մարիա, մեկ էլ մի հատ գաղտնիք հա մեզ բացիր։ Ով է քեզ պատմում Լուվրի մասին, Շարլ Անձնավորի երաժշտությունը միացնում, որ լսես, հետաքրքիր գրքերի մասին պատմում եւ տալիս, որ դու դրանք ընթերցես։ Ով է այդ մարդը։
Մայրիկս։ Դե արի մայրիկին էլ ողջունենք մեր տաղավարից եւ շնորհակալություն հայտնենք, որ ահա այսպիսի մի հրաշք տաղանդավոր նկարչուհի ունենք, որը վստահ ենք շարունակելու է իր ուղին եւ մեզ բարբերաբար զարմացնելու է եւ ոգեվորելու իր օրինակով։ Վստահաբար ոգևորելու է նաև շատ երիտասարդների, պատանիների ու փոքրիկների, որ հավատան իրենց երազանքին, ու երբ Մարիան մտավ մեր տաղավար, միանգամից արև բերեց իր հետ, այն դեղին գույնով, որը քո սիրելին է եւ որով դու նկարում ես, նաև այդ լույսը, այո, հենց հիմա արևը նաև նրա հագուստի վրա է, այդ արևով էլ քո էներգիայով էլ վարակիր բոլորին, որպեսզի շողան քեզ նման ու հավատան իրենց երազանքներին։ Ու մենք հիմա ունենք փոքրիկ անակնկալ քեզ, քանի որ դու խոսեցիր Շարլ Ազնավուրի մասին եւ նշեցիր, որ դու ոգեշնչվել ես նրա ստեղծագործություններից, նկարել ես, որի ցուցահանդեսը լինելու է շատ շուտով, մոտ ուղիղ 1 ամսից, մայիսի 22-ին, մենք հիմա միասին հրաժեշտ կտանք մեր հեռուստադիտողներին եւ կլսենք երաժշտություն։ Համաձայն ես։ Դե ձեռքով արա, այ այնտեղ։ Լսենք երաժշտություն եւ վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։